Բաքվում շարունակում է հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի գործով դատավարությունը, որը ի սկզբանե շինծու է եւ կեղծ է։ Բաքվում դատում են Ռուբեն Վարդանյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը եւ բազմաթիվ այլ անձինք։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցելու եմ Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանի հետ։ Բարև պարոն Առաքելյան։ Բարև։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք ֆիքսեցինք, որ Բաքվում մեկնարկած գործընթացը ի սկզբանե որևէ աղերս չունի արդարության կամ արդարադատության կամ առհասարակ իրավաբանության հետ, հա։ Եվ մենք տեսնում ենք, որ այս դատավարության ընթացքում ադրբեջանական կողմը շարունակաբար շինծու կեղծ հիմնավորումներ է փորձում բերել դաշտ, եւ մենք նաեւ տեսնում ենք, որ հատկապես տեղի ունենում հետեւյալը, փորձ արվում այս դատավարության միջոցով սլաքները ուղղել դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ինչ կասեք այս մասով եւ հատկապես Ռուբեն Վարդանյանի գործով ինչ նորություններ կարող են լինել։ Ակնհայտ է, որ արդեն մանավանդ վերջին շաբաթներին, երբ դատավարության մասին տեղեկատվություն է հաղորդվում, ընդ որում փաստենք, որ այդ տեղեկատվությունները ստանում ենք բացառապես ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների միջոցով, այսինքն չկա որևէ հնարավորություն ռազմագերիների կողմից տրված ցուցմունքների կամ այդ կոչված վկաների ցուցմունքների ուղղակի պաշտոնական հաղորդագրություն է տարածվում եւ ինչի մասին է դա։ Ամբողջ դատավարությունը կառուցված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այսինքն թեև մեղադրանքները վերաբերվում են կոնկրետ անձանց, սակայն դատավարության ընթացքը ցույց է տալի այն պատկերը, որ Ադրբեջանի դատախազության կողմից ներկայացված այդ կեղծ մեղադրանքները ուղղված են Հայաստանի Հանրապետությանը սկսած 1988-89 թվականից Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին, ինչ որ վկաներ են գալիս, որ ինչ որ վիրավորվել են, տանիքի անդամը զոհվել է պատերազմի ընթացքում, ականից են պայթել իրենց տունը եւ այլն, այսինքն նույնիսկ եթե դրանց մի մասը համարենք, որ իրականությանը համապատասխանում են, ակնհայտ է, որ դրանք բացառապես ռազմական գործողությունների մաս են կազմում եւ ամբողջ աշխարհը բազմաթիվ փաստաթղթերով ՄԱԿ, ԵԱՀԿ փաստված է, որ տեղի ունեցել պատերազմ եւ պատերազմում տեղի ունեցող պատերազմական ռազմական գործողությունները որևէ աղերս չունեն հանցագործությունների հետ։ Հետևաբար ակնհայտ կեղծ մեղադրանքներով մի դատավարություն է կարվում, որի հեռահար նպատակը նվազագույնը այն է, որ Արցախյան ազատամարտը վերագրել հանցագործությունների Ադրբեջանի ներսում եւ փորձել դրա տանել դեպի միջազգային հանրություն եւ ես չեմ բացառում, որ այս ամենի հիման վրա հետո Ադրբեջանը սկսի արդեն Հայաստանի Հանրապետության դեմ հայց ներկայացնել, որովհետեւ նշենք, որ դատավարական ընթացքում դատախազության կողմից առկա են որոշակի հաղորդումներ, մասնավորապես օրինակ վնասների վերաբերյալ տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է Հայաստանի Հանրապետությունը տվել, ընդ որում հատկանշական է, որ դատավարությունից մեկի ժամանակ նույնիսկ նշվեց, որ ռազմական գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան դեպքերին։ Այսինքն նույնիսկ այդ հուլիսյան դեպքերը, որոնք ընդհանրապես Արցախի հետ որևէ առնչություն չունեն, բերել կարելի են այս մարդկանց վրա, եւ այստեղ հերթական անգամ տեսնում ենք Հայաստանի իշխանությունների մեղմ ասած կրավորական կեցվածքը, որ ակնհայտ սա Հայաստանի Հանրապետության դեմ է մեղադրանք, եւ առնվազն գոնե միջազգային հանրությանը հստակ պետք է պաշտոնական ներկայացվի, որ այդ ամենը իրականության հետ կապ չունի, բայց հերթական անգամ չենք էլ զարմանում, որ մեր իշխանությունները Ադրբեջանի հետ սինխրոն առաջ են շարժվում։ Ադրբեջանը այս դատավարությամբ ինչ խնդիր է փորձում լուծել։ Չէ՞ որ նա օկուպացրել է Արցախը, կարծես թե ասել է իր ռազմավարական նպատակներից մեկին, ինչ իմաստ ունի դատավարությունը առհասարակ։ Ընդհանրապես Արցախի օկուպացիայից հետո Ալիևի հակահայ քաղաքականությունը նույն թափով շարունակվում է եւ գտնվելով էйֆորիայի վրա առաջին հերթին եւ ներքին լսարանի համար է շարունակում, որովհետեւ ինչ էր տասնամյակներով Ադրբեջանում ինչպիսի իրավիճակ էր, որ մենք ունենք Արցախի չլուծված հարց, թշնամական Հայաստան եւ երկրում կա բազմաթիվ խնդիրներ, որովհետեւ հայտնի է բոլորին, որ Ադրբեջանում եւ կոռուպցիայի, գործազրկության աղքատության մակարդակը
այն նավթային եկամուտները, որ ունեն համարժեք երկրների, ուղղակի խայտառակ պատկեր է, էլի, այսինքն նման բյուջեով, նման համախառն ներքին արդյունքով, այո, նման համադրելի երկրներում այդտեղ խայտառակ վիճակում է գտնվում ժողովուրդը եւ բնական է միշտ ընդունված նորմ է, չէ, ներքին խնդիրների լուծման համար դու ունենում ես արտաքին թշնամի։ Հիմա թեև Արցախի հարցը օկուպացիայի արդյունքում Ադրբեջանը համարում է լուծված, սակայն դեռևս պետք է շարունակի պահպանի այդ թշնամու կերպարը, ներքին խնդիրները չլուծելու համար։ Դրանով է պայմանավորված, չէ, անընդհատ որ Հայաստանը զինվում է, փորձում է հարձակվել, հիմա էլ էս մարտիկ հանցագործ են, շարունակվում է ամեն ինչ եւ այլն, դրա շրջանակներում նաեւ խաղաղության պայմանագիրն է անընդհատ հետաձգվում։ Այս մարդկանց նկատմամբ բնական է, ինչքան էլ Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով կարողացավ բռնազավթել Արցախը, Ալևյան փոքրոքիությունը, նույնիսկ այս անձանց նկատմամբ չի դադարում, եւ Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ղեկավարության նկատմամբ նա նաեւ անձնական վրեժի դրսևորում է ցուցաբերում եւ մյուս կողմից էլ, ինչպես նշեցի, սա նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ մեկ այլ հերթական գործիքներից մեկն է, որը Հայաստանի դեմ հետագա սակարկությունների առարկա է դառնալու։ Դուք նշեցիք, որ Հայաստանի իշխանությունները մեղմ ասած գրավորական կեցվածք են դրսևորում, ըստ էության կարող ենք փաստել, որ առհասարակ որևէ քայլ չի արվում, հա, որովհետև չի ֆիքսում գոնե հայտարարությունների մակարդակում։ Եվ այս առումով տեղին է վերհիշել ազգագործան պատվասի կողմից ամիսներ առաջ արված հայտարարությունը, որը որ նա մամլո ասուլիսի ժամանակ էր արել Ռուբեն Վարդանյանի հետ կապված, եւ որի արդյունքում Բաքվում Փաշինյանի հայտարարությունից հետո հարցաքննության էին կարծեմ կանչել Ռուբեն Վարդանյանին, ինչ կասեք այս մասով եւ արդյոք գործող վարչախումբը եւ հենց թեկուզ Իլհամ Ալիևը հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հարցում սինխրոն չեն գործում։ Շատ ցավալի փաստ հիշեցինք Նիկոլ Փաշինյանը, որ հերիք չի զբաղվում, մի հատ էլ ավելացրեց, որ հիշում եք Ռուբեն Վարդանը նաեւ ընտանիքի միջոցով տեղեկություն էր, որ զարմացել էր, որ ճշտել էր արդյոք Նիկոլ Փաշինյանը նման բան է ասել, որ դարձել էր Ադրբեջանի կողմից հարցաքննության հերթական նյութը, թե ով է Ռուբեն Վարդանին ուղարկել Արցախ, եւ այդ դրվագը եւ Նիկոլ Փաշինյանի եւ ամբողջ թիմի կողմից անընդհատ Արցախի ղեկավարության դեմ այս ատելությունը, որ սերմանում են, դա նույնպես հերթական անգամ Ալիևի համար գործիք է դառնալու, ուղղակի այդ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմը ընդհանրապես իր վերաբերմունքը չի էլ թաքցնում եւ որևէ քայլ չի ձեռնարկվում եւ այն հեքիաթները, որ պատմում են, որ դե մենք լուր փակ դռների հետևում զբաղվում ենք այս հարցով, միշտ հարց է առաջանում, լավ, հավատանք ենթադրենք զբաղվում են, դրա արդյունքը ինչ պետք է լինի, երբ որ դու փակ դռների հետևում միջազգային հանրության հետ բանակցում ես, որից պետք է հրապարակային ինֆորմացիա տարածվի, նորմալ աշխատավոճ է, բայց դրան պետք է արդեն հաջորդի հենց միջազգային հանրության արդեն հրապարակային քայլերը, ճիշտ է, ասենք, պատժամիջոցներ, հայտարարություններ, այսինքն թե միջազգային հանրությունը, գերտերությունները այս հարցով հստակ զբաղվեն, կարող են ենթադրել, որ այս սա Հայաստանի իշխանությունների քայլերի շնորհիվ եղավ։ Հիմա երկու տարբերակ կա, Հայաստանի իշխանությունները կամ չեն զբաղվում այս հարցով, որը խայտառակություն է։ Իսկ եթե զբաղվում են որևէ արդյունք չկա, սա նույնպես խայտառակություն է, որովհետև սա այս մարդկանց աշխատանքն է, մեր արտաքին քաղաքականության աշխատանքն է եւ պլյուս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի իշխանությունների գործն է։ Հիմա եթե չեն զբաղվում, էլի իրենց տեղում չեն, այսինքն այս մարդիկ ունակ չեն նման հարցով զբաղվել, այսինքն խայտառակ հարաբերություններ ունեն բոլոր միջազգային գործընկերների հետ եւ հենց գերիների հարցով զբաղվելը, որը բացառապես մարդասիրական բնույթ է կրում, այսինքն որովհետեւ քաղաքական գործառույթ այնտեղ չկա, հա։ Այսինքն սա մեկ եւս ցցում փաստ է, որ Հայաստանի իշխանությունները այս հարցով կամ չեն զբաղվում, զբաղվելուց է որովհետեւ արդյունքի չեն կարողանում հասնել։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակաբար նոր նախապայմաններ է ավելացնում, այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով, սահմանադրության փոփոխություն, այսպես ասած 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձ եւ կարծես թե Հայաստանի Հանրապետությունը ծուղակում է հայտնվել։
Տեսեք, ակնհայտ է, որ Ադրբեջանը որևիցե ցանկություն չունի այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու, նաև նշեցինք, նաև ներքին լսարանի համար, նաև հերթական պահանջների համար, բայց ինչ քաղաքականություն է արել, միջազգային հանրության մոտ պետք է ցույց տա իր խաղաղասեր բնույթը եւ խնդիրները ստորագրման խնդիրները գցի Հայաստանի վրա։ Հիշենք 21 թվականից սկսած, երբ այդ խաղաղության պայմանագրի, կհիշենք, 6 կետանոց առաջարկ էր, չէ, Ադրբեջանը ներկայացրել, որին Հայաստանը ինչ որ 6 կետով էր պատասխանը, որտեղ նման բան ընդհանրապես չկար, չէ, այսինքն ոչ սահմանադրություն, ոչ այլ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ քաղաքականություն է վարում, եթե նայենք այս 4 տարվա ընթացքում, Ադրբեջանը առաջ է քաշում, ասենք, պայմանական ինչ որ 4-5 պահանջ։ Դրանցից մեկը կատարում է Հայաստանի իշխանությունը, մնացածը հետ է քաշում։ Փաստացի երկու կողմերը դառնում են գոհ, ասում են, տեսեք, այն 4 պահանջից մենք կարողացանք ընթանալ Ադրբեջանը հրաժարվի, Ադրբեջանը ասում է, տեսեք, այն մի պահանջը կատարեց իր ներքին լսարանի համար։ Երկկողմանի խաղում է։ Հետո որոշ ժամանակ հետո նոր պահանջներ, հիշենք, չէ՞, մենք Արցախը կորցրեցինք, հենց այդ պահանջների խաղի արդյունքում նույն Լաչինի միջանցքը փակվեց, որ տեսեք, մենք Զանգեզուրի ճանապարհը չտվեցինք, այդ կետը չենք կատարում, մենք պահում ենք մեր ինքնիշխանությունը։ Այդ թեզը շարունակաբար այսինքն ինչ որ պահի Ադրբեջանը, հիշում ենք, այդ ճանապարհի թեման ընդհանրապես հետ քաշեց, մոռացավ մեր իշխանությունը, տեսեք, մենք հաղթեցինք, ճանապարհից չեն խոսում։ Քանի որ Ադրբեջանը տեսավ, որ այդ բան քիչ է հավանական ճանապարհի հարցը, չկա բարենպաստ պայմաններ, ու սկսեց այլ Արցախի հարցը կարողացավ լուծել, հիշում ենք նույն 8 գյուղի հարցեր բարձրացնում, չէ, այդ թվում նաև անկլավների։ Տեսավ, որ ինչ որ խնդիր կա անկլավների հարցով, միջազգային հանրության եւ այլն։ Անկլավների մասը հետ քաշեց, կարողացավ այն 4 գյուղը վերցնել։ Ինքը 4 գյուղը վերցրեց, ասեց, ես այդ 4 գյուղը առանց մի հատ կրակոցի հետ վերցրեցի, Նիկոլ Փաշինյանն ասում է, տեսակ անկլավները չտվեցինք, բոլորդ ասում եք անկլավներ ենք տալ։ Իսկ երկու կողմն էլ իրենց ներքին լսարանի մոտ ինչ որ դրական բան են անում, բայց մենակ մենք ենք զիջողը։ Հիմա հերթական անգամ էլի մի քանի պահանջ է դրվում։ Ու ես վստահ եմ, որ այս պահանջները երբեք չեն դադարելու, քանի այս իշխանությունը լրիվ կկվի հեքիաթն է, կկվապետություն է սարքել Հայաստանի Նիկոլ Փաշինյանը, այսինքն անընդհատ այդ ձագերը տա ու Ադրբեջանը տեսնում է, որ հա կարող է ինչ-որ մի բան փոխել, հիմա սահմանադրությունը կփոխվի, հետո այդ ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձ, հետո դե միլիտարիզացիայի մասին են խոսում, չէ, որ այդ սահմանամերձ շրջաններում պետքա ռազմական ներկայություն չլինի, այսինքն Ադրբեջանը անընդհատ կարող է պահանջներ ներկայացնել, այնինչ ընդ որում Հայաստանի իշխանությունները երբ որ լռում են, մենք նաև միջազգային հանրության կողմից ենք, չէ, անընդհատ տեսնում եկեք փոխզիջումներից, հիշենք, նշաձողը իջեցնելուց սկսած, հիմա էլ ասում են, այս խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմանի փոխզիջումների։ Մեկը լինի հարցնի, այդ Ադրբեջանից ինչ է ակնկալում, այդ ինչը պիտի զիջի։ Փաստացի վերջում Հայաստանին ասում են, դե ծոր դու ես, հա, ասես արգելակում ես պայմանագրի ստորագրումը։ Լավ, հիմա այդ սահմանադրությունն է փոխեք, խաղաղություն լինի, էսե արեք, խաղաղություն լինի։ Հետևաբար այս process-ը անվերջ է, քանի Նիկոլ Փաշինյանը զբաղվում մեր իշխանության մասով արտաքին քաղաքականության հարցերով։ Անդառնանք նաև մեր ներքին հարցերին։ Մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունը դրսում շարունակաբար ամեն ինչ զիջում է, հանձնում է, սակայն ներսում իր ուժը, այսպես ասած, փորձ է անում դրսևորել ընդդիմադիրների դեմ պայքարի համատեքստում։ Հատկապես վերջին օրերին միջադեպեր են գրանցվում եւ հատկապես խայտառակ միջադեպ գրանցվեց Նորնորքի թաղապետարանում, որտեղ տեսախցիկների առջև ծեծի ենթարկեցին ընդդիմադիր բլոգեր Արթուր Չախոյանին եւ ծեծի ենթարկողը ոչ միայն չենթարկվեց քրեական պատասխանատվության, այլև շարունակում է պաշտոնավարել։ Ինչ կասեք այս մասով եւ ինչ է տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, հա։ Այդ միջադեպը իհարկե խայտառակություն է, որ բառեր չկան նկարագրելու, բոլոր հարթություններում ուղղակի խայտառակություն է, բայց դրա արդեն օրենքի եւ բարոյական այսօր արդեն կարևորագույն արձանագրը ոչ թե այդ միջադեպն է, այլ այդ միջադեպի հետո տեղի ունեցող իրավիճակը, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ միայն հանդուրժում է այդ միջադեպը, լավ, տեսականորեն ասենք ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, ոչ մեկ երաշխավորված չի այդ ամեն ինչը տեղի ունենում ներքին մակարդակով նկատի, բայց երբ որ երկրի ղեկավարությունը
նույն րոպեին բնական է որ իրեն զեկուցել են, չէ՞, դրա մասին, որ նման դեպք է տեղի ունեցել առավելևս ուղիղ եթերով բազմաթիվ անձինք են տեսել, իրավապահ համակարգը կամ իրեն զեկուցողները տեսել են։ Այսինքն այդտեղ այդ մարդուն հանցակի վայրում չկալանավորելը հանցագործության պարտակում ու աջակցություն էր, որովհետև հանցագործություն է տեղի ունենում ակնհայտ եւ միանշանակ հիմքեր կար հենց այդ պահին կալանավորելու, որպեսզի հանցագործությունը չշարունակվի։ Եվ սրանով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ այս իշխանության պահելու համար, որովհետև նաև այսպես կոչված այլ իր կոալիցիոն կցորդը գործընկերը չի, կցորդի միջոցով ցույց են տալիս, որ իրենք ամեն գնով իշխանությունը պահելու են եւ իրավապահ համակարգը բոլոր մակարդակներում եւ բոլոր բլոկներում ուղղակի իշխանությունը պահելու գործիքի է վերածվել, բայց համոզված եմ, որ նման միջադեպերը հասարակության մոտ հերթական անգամ ցավոք իհարկե հիասթափություն են առաջացնում նաև այն հատվածներում, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցերում շարունակում է մեղադրել նախկիններին, արտաքին ուժերին, որ այդ հեքիաթը, որ անընդհատ լցվում է հասարակությանը, որ չնայած այլևս բոլորը հասկացել են, որ դա որևիցե իրականության որևիցե աղաց չունի, ապա ներքին խնդիրների մեջ այլևս հնարավոր չէ գտնել այլ մեղավորներ, չնայած ֆանտազիան ինչքան ասում է ինքնիշխանության կնեք, ասենք խայտարակությունը, այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը իրենց խոսույթում այնքան են արժեզրկե, որ ինչ որ թաղապետի ծեծելը հասցնում են ինքնիշխանության մակարդակի, իսկ ամոթ է ինքնիշխանությունը սրբություն է, դրա մասին պետք է դադարել խոսալ։ Հայաստանի ինքնիշխանությունը որովհետեւ մեկը չի կարող վտանգ ներկայացնել, բացի արտաքին թշնամուց։ Իսկ ինչ ներքին խնդիրները անընդհատ բերում են ինքնիշխանության մակարդակ, սա սրանց խոսույթն է քարոզչական։ Ես վստահ եմ, որ ինքնիշխանությունը ամենամեծ վնասները իրենք են տվել։ Միանշանակ ու շարունակում են տալ, ես վստահ եմ, որ հասարակությունը նման միջադեպերի արդյունքում այդ կուտակումից հետո իր պատասխանը տալու է։ Բավականին վատ է իրավիճակը նաև սոցիալ-տնտեսական առումով։ Դուք վերջերս բավականին հետաքրքիր գրառում եք կատարել կապված քաղաքացու միջին վիճակագրական ֆինանսական զամբյուղի հետ եւ ըստ էության փաստել եք, որ քաղաքացին ավելի շատ ծախսում է, քան ունենում է եկամուտ։ Այո, կապված է համատարած թանկացումների հետ։ Ինչ կասեք այս մասով եւ ինչ է կատարվում ըստ մեր տնտեսությունում։ Եթե վերջին տարիներին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով որոշակի տնտեսական ակտիվություն տեղի ունեցավ, Ռուսաստանից ֆինանսական հոսքերի ակտիվացման եւ այլ ռեէքսպորտի արդյունքում որոշակի տնտեսական ցուցանիշները բարելավեց, ապա կարելի ասել արդեն վերջին ամիսներին էականորեն սոցիալ-տնտեսական վիճակը գնում է վատ թարացման, մի քանի փուլի բաժանենք, նաև այս հարկային չարեփոխումները, փոքր բիզնեսի վրա հարկային բեռի բարձրացումը, քանի որ սա նաև խոսում է, որ բյուջետային խնդիր ունի արդեն կառավարությունը, բավականին մեծ տեմպերով գնաճ է, ընդ որում գնաճի մեջ, երբ որ նայում ենք պաշտոնական տվյալները, ասենք 3-4% է, այդտեղ մի կարևոր մասնաբաժին կա։ Այսինքն գնաճը ինչ է, ապրանքների գների միջին բարձրացումը, բայց կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որը հասարակության աղքատ հատվածը ավելի շատ է սպառում։ Այսինքն պատկերավոր ասած, երբ որ ընտանիքը սկսում է ծախսել, սկզբից ծախսում ես առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Հետո եթե ունես հավելյալ եկամուտ, նոր ծախսում ես այլ ապրանքների վրա։ Հետևաբար աղքատ ընտանիքները հիմնական ծախսը անում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, որի գները ավելի շատ են բարձրանում։ Այսինքն եթե միջին գնաճ են հաշվում, այնտեղ կա ապրանքներ, որը հասարակության մեծ մասը չի է սպառում, ուղղակի վիճակագրությունը ներառում է այդ գնաճը։ Իսկ այն ապրանքները, որի վրա հասարակության մեծ մասը ավելի շատ ծախս է անում, դրանց գները ավելի շատ են բարձրանում։ Մոտ 2 անգամ, քան միջին գնաճն է կազմում։ Հետևաբար այո, նաև մարդիկ սկսում են ավելի վատ ապրել եւ այդ մեջբերումներ, որ այլցիկ նկատի ունեն նվազագույն կենսաթոշակը, որ ավելի քիչ է բարձրացել, քան սպառողական նվազագույն զամբյուղը։ Իսկ մարդկանց եկամուտները այս պարագայում թոշակի դեպքում ավելի քիչ է բարձրանում, քան հավելյալ ծախս է պահանջում նույնիսկ ապահովել այդ նվազագույն սպառողական զամբյուղը։ Սա նույնպես լուրջ խնդիր է, քանի որ եթե արտաքին մասով խոսեցինք, որ կան ինչ-որ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որ այսօր նման իրավիճակում ենք, ապա ներքին խնդիրները բացառապես այս իշխանության ապաշնորհ տնտեսական քաղաքականության արդյունք է։
եւ ինչ են անում, անընդհատ պարտք են վերցնում ու փորձում են այդ պարտքով ինչ-որ ծախսեր հոգալ։ Վերջերս վերլուծություն էինք արել, որ բացի այն, որ պարտքը բավականին մեծ ծավալի է ասել, հա, արդեն 7 միլիարդի, խնդիրը միայն պարտքի ծավալը չէ, խնդիրը նաև պարտքի սպասարկումն է։ Այսինքն տեսեք, այսօրվա իշխանությունը իր կառավարության բյուջետային քաղաքականությունը վարելուց նման է այն ապաշնոր ու անարդյունավետ մարդու, ով իր ընտանիքի ծախսերը հոգում է վարկ վերցնելով ու հետո ինչ-որ մի պահի իր եկամուտների մեծ մասը ուղղում է վարկերին։ Այսինքն հիմա տեսեք, մենք բյուջեում այս տարի նախատեսում ենք 400 միլիարդ վարկի միայն տոկոս վճարել, որը ավելին է, քան կրթության ծախսերը։ Այսինքն այսքան խոսում են կրթությունից, ոնց որ պատկերացրած մարդը իր ընտանիքի ծախսերի ավելի շատ ծախսում է վարկ փակելու վրա, քան իր երեխեքի վրա։ Այսինքն անարդյունավետ է, չէ՞, այդ մարդու ընտանեկան բյուջետավորումը։ Հիմա այս իշխանությունը ավելի շատ վարկի տոկոս է փակում, քան կրթության վրա է ծախսում կամ առողջապահության վրա։ Ու մի շատ կարևոր ցուցանիշ է Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մոտավորապես 3%-ով թանկացել է վարկի տոկոսը մեր բյուջեի։ Այսինքն խնդիրը նույնիսկ եթե հիմնավորեն իրենք, որ դե փող է պետք, վարկ են վերցնում, բոլորն է աշխարհում վերցնում են։ Հələ դա դնենք մի կողմ, որ շատ վարկ են վերցնում։ Ես ասում եմ, վերցրած վարկի տոկոսը Նիկոլ Փաշինյանի վատ կառավարման արդյունքում թանկացել է, այսինքն մեզ էլ էժան վարկ չեն տալիս։ Ու դրա պատճառով այս տարի այդ ապաշնոր քաղաքականության, որ մենք ստիպված գնում ենք թանկ վարկ ենք վերցնում, չնայած Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարությունից, չէ, դեպի Եվրոպա գնալուց, որը պետք է ավելի շատ հնարավորություն տար, չէ, ստվերային տնտեսություն է կրճատվել, բարեփոխումներ է արել, այսինքն մոտավորապես որ դու սկսում ես լավ բիզնես անել, քեզ բանկերը ավելի էժան տոկոսով պետք է վարկ տան, չէ, ասում ես լավ բիզնես, հիմա եթե դու լավ կառավարություն ես, ավելի էժան տոկոսով։ Ու այս խայտառակ քաղաքականության արդյունքում մենք այս տարի միայն այդ վարկի տոկոսի վրա ծախսում ենք 100 միլիարդ դրամ ավել։ Այսինքն սա մոտավորապես համարյա մեր առողջապահության ոլորտի ծախսերին է ասում։ Այսինքն այդքան մենակ ավելորդ ծախս ենք անում ենք բյուջեում այս խայտառակ քաղաքականության արդյունքում։ Դուք խոսեցիք իշխանության փոփոխության անհրաժեշտության մասին, նշելով, որ քանի կա այս իշխանությունը, այս հարցերը չեն լուծվելու։ Հայաստանում այս օրերին ներքաղաքական թիվ 1 թեման դա Փաշինյանի հեռացման մեթոդաբանությունն է, impeachment կամ ընտրություններ։ Տեսեք, ազգային ժողովում պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ ինքը կողմ է ըստ էության impeachment-ին, Հայաստան դաշինքը մենք տեսնում ենք, որ դեմ է եւ ըստ ձեզ որ մեթոդաբանությամբ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռացվի, որն է այս բանը առավել արդյունավետ։ Կարևոր է այո ընտրել մեթոդաբանության համեմատության մեջ ամենաարդյունավետ ճանապարհը։ Ու ինչի համար է սա շատ կարևոր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հեռացման process-ում շատ կարևոր է հասարակության գործոնը։ Իսկն ակնհայտ է, որ հեռացման process-ում հասարակությունը պետք է ունենա ոչռորոշ դեր, որը տեսականորեն երկու տարբերակ կա, երբ որ դու փողոցային պայքար ես մղում, փողոցում է պետք ժողովուրդ, երբ որ ընտրություններով ես հեռացնում, պետք է գնան ընտրեն։ Հիմա այդ ժամանակ հաշվի չառնել հասարակության տրամադրությունները, դա անընդունելի է, այսինքն հուսալ, որ դե հասարակությունը կանի այն ինչ որ մենք ենք մտածում, չի ստացվում։ Ու շատ կարևոր է հասարակությանը հերթական անգամ չհիասթափեցնել։ Եկեք տեսնենք, որ տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով 21 թվականի ընտրությունները, եթե գանք այս կողմ, մի քանի անգամ փողոցային բավականին ակտիվ process գեներացվեց, որը չհասավ ցանկալի արդյունքի։ Հիմա մենք կարող ենք դա քաղաքական, քաղաքագիտական, մեթոդաբանական սխալներ գտնել, թե ով էր մեղավոր, ով չէր մեղավոր, մեղնեք գցենք իշխանության վրա։ Բայց հասարակությանը դա այդքան էլ հետաքրքիր չէ։ Հասարակությունը ինչ է տեսնում, ասում է դուրս եկանք փողոց, իշխանափոխություն չեղավ, դուրս եկանք փողոց, իշխանափոխություն չեղավ։ Հիմա բայց նաև ընտրություններով։ Հա չէ, հետո հիմա ինչ երաշխիք, երրորդ անգամ դուրս գանք, չորրորդ անգամ։ Հիմա գանք այս իրավիճակին, արդյոք կա այսօր impeachment անելու նկատմամբ հասարակության այնպիսի մթնոլորտ, որը փողոցային պայքարով կբերի impeachment-ի, հավանականությունը շատ քիչ եմ գնահատում։ Ցավոք չունենք մթնոլորտ, պետք է նաև իրական նայենք։ Կա արդյոք ընտրություններով իշխանափոխության հնարավորություն, մենք համոզված ենք, որ շատ ավելի, քան մնացած մեթոդներն են։
որովհետև գոնե վերջին երկու ընտրությունները դեմ Գյումրիում փառակարում ցույց տվեց, որ ընտրություններով ԿՊ-ն պարտվել է։ Ընդ որում այդտեղ մի կարևոր արձանագրում անենք, ի տարբերություն Երևանի, երկու դեպքում էլ ունեցանք մասնակցության բավականին մեծ ցուցանիշ։ Այսինքն եթե ժողովուրդը գնում է ընտրության, ինչ պարզ հաշվարկ է տեղում։ ԿՊ-ն ունի իր ընտրազանգվածը, ինչ որ ընտրողներ կան, վարչական ռեսուրս եւ այլն։ Երբ որ մարդիկ գնում են ընտրության, այդ իրանց ընտրազանգվածը մնում է նույնը, բայց տոկոսային առումով նվազում է։ Հիմա եթե ինչքան շատ են գնում ընտրության, որը տեսանք Գյումրիում երկու անգամ համարյա շատ էր, քան 21 թվականին, ԿՊ-ն էլ էր, չէ, ասում մեր հույսերն էր, որ քիչ մարդ կգա, մենք 50 պլյուս կհավաքենք, իրանք էլ չեն երգում իրենց ռազմավարությունը ինչի վրա էր դրած։ Նույնը փառակարում շատ գնաց, մենք կարողացանք հաղթել։ Հիմա երբ որ հասարակությունը 26 թվականին կամ հույս ունենանք, որ եթե կլինեն նույնիսկ արտահերթ ընտրություններ, ունենա բարձր մասնակցություն, իսկ ընտրությունների նաև ովքեր չեն գնում, ովքեր առաջնորդին իշխանությունից են հիասթափված։ Հիմա մենք պետք է աշխատենք ժողովրդի հետ, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն եւ գնանք դեպի ընտրություններ։ Հիմա կլինի հերթական, ստիպված պետք է գնանք հերթականի։ Կկարողանանք այնպիսի իրավիճակ կոնսոլիդացնել, որը կլինի արտահերթ ընտրություններ, կգնանք արտահերթի։ Իմպիչմենտի process-ի նկատմամբ մեր վերաբերմունքը բացասական չէ, բայց այսօրվա գոնե այս պահին մեր ունեցած ինֆորմացիայով, որը կբերի փողոցային այնպիսի կոնսոլիդացիայի, որը կբերի իմպիչմենտի, բավականին ցածր են գնահատում։ Տեսեք, դուք նշում եք, որ ընտրություններով հնարավոր է բերելով Գյումրի եւ Փարաքիարի օրինակները, բայց մենք պետք է նաեւ հստակորեն հասկանանք, որ թիմ ընտրությունները եւ համապետական ընտրությունները դրանք տարբեր են։ Եվ այդ համատեքստում մենք հիշում ենք 2021 թվականի օրինակը, երբ որ փողոցը այդ ժամանակ շատ ավելի ակտիվ էր, շատ ավելի շիկացած էր մթնոլորտը, բայց նույնիսկ այդ պարագայում ընտրություններով այդ պայն հնարավորություն չեղավ ցավոք սրտի հեռացնել ռեժիմին։ Եվ այս պայդրությամբ ընտրություններով, համապետական ընտրություններով շատերի գնահատմամբ նույնպես հնարավոր չի լինի հեռացնել ռեժիմին եւ կկրկնվի 21 թվականի սցենարը, ինչ կասեք այս մասով։ Իսկ այստեղ մի կարևոր արձանագրում կա։ 26 թվականի ընտրությունները ցանկացած պարագայում տեղի են ունենալու, չէ՞, օրենքով հերթական ընտրությունը։ Հիմա երբ որ ընդդիմադիր որոշ թիմեր գնում են այն քաղաքականության, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն անել, բայց գնում են մեկ այլ ճանապարհով, դա չի նշանակում, որ այդ ընտրությունները տեղի չեն ունենալու։ Այսինքն չունի այդ գործիքակազմը, չէ՞, որ ասի դե ընտրությունները հնարավոր չէ, եկեք ընտրություն չանենք։ Այսինքն ցանկացած պարագայում մենք գնալու ենք այդ ընտրությունը։ Հիմա պատկերացրեք ինչ է տեղի ունենում, ինչ որ մի սցենա։ Գնում են իմպիչմենտի ճանապարհով, հələ դետաները դնենք ու չի ստացվում։ Ինչ է հաջորդ process-ը քաղաքական ընտրությունները, ինչ է արվելու այդ ընտրություններին։ Հիմա երբ որ մենք անընդհատ հասարակությանը ասում ենք Ժորժ ջան, հնարավոր չի ընտրություններով, միայն իշխանությանն ենք օգնում, որովհետև վերջում այդ ընտրությունները տեղի ունենալու։ Ու վերջում ինչ ենք անելու, այսինքն ինչ է անում ընդդիմության մի հատվածը։ 5 տարի գեներացնում է, որ ընտրություններով ոչինչ հնարավոր չի, ու հետո այդ ընտրության պայն ժողովրդին ասում է դե լավ, հիմա այս ընտրությունն է, եկեք գնանք ընտրության, բայց 5 տարի այդ ժողովրդին մենք գեներացնում ենք, որ չի լինում ընտրություններով բան փոխել, ընդհակառակ։ Մենք կարծում ենք, որ ամենամեծ հավանականությունը ընտրություններն է, ու թեև թիմ ընտրությունները դուք այո բովանդակային առումով տարբեր են, բայց ձևի առումով մենք ասում ենք կա ընտրություններով իշխանություն փոխելու հնարավորություն, այսինքն մարդիկ գնում են քվեարկության, այդ քվեարկությունը արձանագրվում է, կամ վստահված անձինք, կա հնարավորություն, մարդը գնում է քվեարկում է, վերջում մենք արձանագրում ենք, չէ՞, տեսանք։ Այսինքն այնպես չէ, որ գոնե տեղամասում կեղծիքներ են լինում, կա վարչական ռեսուրս, կա դրա դեմ առնելու ինչ-որ հնարավորություններ, կա մեդիայի թվում դուք, որին մեկ անգամ եւս շնորհակալ եմ նույն Գյումրիում Փարաքարում, մենք տեսնում ենք, որտեղ որ մեդիան այսպես ճակերտավոր գրողում էր իշխանությունը հետ էր քաշվում ինչ-որ չարաշահումներ անելու։ Այսինքն պետք է պայքարենք, ես չեմ ասում, ասես նստենք տանը, ժողովուրդը կգա կընտրի մեզ ու Նիկոլ Փաշինյանը կգնա։ Շատ ծանր պայքար է։ Հիմա ընտրություններով հնարավոր է իշխանությանը հեռացնել, այո, բարդ է, շատ։ Ինչ պետք է անել, գնալ այդ բարդ ճանապարհով։ Հիմա իմպիչմենտի process-ը նայենք։ Իմպիչմենտի process-ում երկու կարևոր խնդիր կա, որի նկատմամբ հասարակությունը ունի ոչ թե վերապահում, այլ մտահոգություն է, չասենք, չունի տեղեկություն, լավ, եկը վարչապետի տեխնացում է։ Ու երբ որ
ընդդիմությունը այդ մասով չի տալի իր պատկերացումները մեր համար մեկի վրա գցելով հասարակության մոտ, ասում լավ դուրս են գալիս փողոցում առաջնորդությամբ։ Ընտրությունները ի՞նչ է, ընտրությունները մասնակցում են թիմեր, մենք ենք, ուրիշն է, ժողովուրդը ասում է գնամ ես սրան ընտրեմ, նրան ընտրեմ, որոշում է, չէ, ընտրում է թե չի ընտրում, կա թիմ, կա ծրագիր։ Հիմա մենք հասարակությանը ասում ենք դուրս արի փողոց իմպիչմենտ անենք, հասարակությունը ասում է ով է գալու իշխանության։ Ընտրությունների ժամանակ մենք ասում ենք մեզ ընտրենք, մենք ենք գալու իշխանության, այն մյուսն ասում է մեզ ընտրենք, մենք ենք գալու։ Ժողովուրդը ունի պատկերացում, գնում է որոշում է, ընտրում է թե չի ընտրում։ Բայց երբ որ իմպիչմենտի ժամանակ ասում ենք եկեք Նիկոլ Փաշինյանը գնա, այդ չի աշխատում։ Ժողովուրդը չի ուզում անիշխանություն։ Ժողովուրդը ուզում է հասկանա Նիկոլ Փաշինյանից հետո ինչ է լինելու։ Եկեք փաստենք հետ գնանք 18 թվականին ժողովրդի ճնշող մասը գնաց այդ գաղափարով, չէ, Մերզիր Սերժին։ Այսինքն Սերժ Սարգսյանը գնում է, վերջ, ամեն բոլոր հարցերը լուծվում են։ Տեսա որ տենց չի։ Մենակ գնալով չի, գալով էլ է, որտեղ գնալը այդ կետն է, գալը 5 տարին է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնաց 26 թվականին։ 27, 28, 29, 30, 31 Նիկոլ Փաշինյանի գնալը բավարար է, որ այդ 5 տարում ամեն ինչ լավ լինի։ Պետք է հասկանանք այդ 5 տարում ով է իշխանություն, ինչ ծրագրով է գալու, այս խնդիրներով է լուծում, ու ժողովուրդը շատ նորմալ, բանական հարցադրում ունի բոլորիցս, չէ՞։ Ինչպեսի Հայաստանում ենք ապրելու։ Նույն այսքան քննարկեցինք արտաքին, անվտանգության, սոցիալ-տնտեսական այդ հարցերը լուծվում է, թե չէ։ Չենք կարող մենք ժողովրդին ասենք, որ Նիկոլ Փաշինյանից վատ էլ չի լինելու։ Որտեվ պարզ պատասխան կա, 18 թվին էլ էիք ասում, դրանից առաջ էլ էիք ասում։ Հետևաբար իմպիչմենտի process-ում, բացի տեխնիկական այդ ԿՊ-ին հələ դրան չհարադառնանք, հա, կա նաև բովանդակային խնդիր։ Ու երբ որ իմ համար նաև զարմանալի է, որ ընդդիմադիր ուժերը խորհրդանում գտնվող, չասենք տենց վախում են, մի քիչ չակերտավոր ասենք, հա, բայց չունեն վճռականություն իշխանության գալու պատասխանատվությունը վարչապետի տեխնացուով գոնե ներկայացնելու։ Հիմա երբ որ գնում ենք ընտրության, այդ մարդիկ չեն ասում, չէ, ադե ում ուզում եք ընտրեք, մեկ ասում են եկեք մեզ ընտրեք։ Բայց հիմա ինչի են խուսափում, թող ներկայացնեն վարչապետի տեխնացու, պայմանավորվեն, ոչ թե ասեն դե ով ուզում է լինի։ Իհարկե նորմալ է, որ ասեն մենք պատրաստ ենք ամբիցիաները զիջել, բայց իմպիչմենտի process-ը տենց չի։ Իմպիչմենտի process-ը ինչ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է, հետո մի հատ էլ հավաքվում է։ Այ եթե տենց էլ օրենքը լավ Նիկոլ Փաշինյանը գնում է, հետո կնստենք կորոշենք ով է վարչապետ։ Այդտեղ հասկանաս, բայց եթե այդ process-ը համատեղ է, չէ, Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտը ենթադրում է վարչապետի տեխնացու համատեղ փաստաթուղթ։ Հիմա քանի այդ վարչապետի տեխնացուից մարդիկ խուսափում են, չգիտեմ ինչ պատճառներով, կարող է օբյեկտիվ պատճառներ կան։ Այս process-ի հավանականությունը մենք բավականին ցածր ենք գնահատում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրներ ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։